Նախարարությունը վերականգնի, ձեր միջոցներով, ձեր բոլորի ձայնը լսելի եղնի, եթե չկա գյուղնախարարություն, ինչ գյուղատնտեսություն։ Ես ինչ աբսուրդ բան էր սարքեցին։ Պետք է հասկացվի, եթե առանձին գյուղնախարարությունն է լինում, ինչքանով է դրական ազդում, բարձա որ առանձին մասնագիտացված կառույցը շատ ավելի դրական գործունեություն ծավալի, որտեղ նաև պատասխանատվությունն է շատ մեծ է, ու ավելի մասնագիտացված է։ Ցորեն են տանջում գարի, ցորեն են ցանում աջստում, ինքնաճակը բարձր է։ Գինը խցում են, դասից բերում են, միջոց չկա, բերում են, թողնեն բերեն, դասից տան թող բերեն, սուբսիդիա տան գիբոյի։ Բանկը պետք է 100% հեշտ տրամադրվող առանց քաշքուշուկի փողը տա, որ ինքը կարողանա այդ պայն արագ իր միջոցներով կարա եւ եթե գյուղում այստեղ գիտական թիմը հիմնավորի, որ բնակլիմայական պայմանները փոխվել է տակասման հետ արտակարգ կարող է տանձած աճի, խնձոր կարա աճի, արդեն երկարատիվ ներդրումներ պետք է լինեն, որ այդ ճուղնել արդեն։ Հիմա ես ուզում եմ հիշացնեմ Գագիկ Ծառուկյանը դեռևս 16, 17, 18 թվերին, հələ դրանից էր շուտ, կապեր ունենալով արաբական աշխարհում շատ մեծ կապիտալ ունեցող գործընկերների հետ, ես տեղյակ եմ այդ ամեն ինչից, մասնակից եմ եղել, առաջարկում էր, որ բերվի Հայաստան ներ $20 միլիարդ, 15-20 միլիարդ դոլար, ուրեմն հեսա որ ասեցիր բանկը 0%-ով, հիմա հետ եմ ասում, կես տոկոսով տար կենտրոնական բանկին, կենտրոնակ որպեսզի իր ծախսեր բանկերին չպետք է տա, կենտրոնական բանկը ինքը առևտրային կառույց չի, բանկերին տան, եւ մոտորապես, չգիտեմ, 1-1.2%-ով էլ տան եւ գյուղացիներին եւ բիզնեսմեններին, չէ՞։ Ինչ եղավ։ Պատասխանը ո՞րն էր այն ժամանակ, որ դա անհնար է, պետք չի որ դուք բերեք։ Շատ զարմանալի բան է, որովհետեւ բանկերը արդեն վարկեր են տվել 15%-ով, 18%-ով, 20%-ով։ Եթե դու էժան փողի գինն է, չէ՞, բանկը ինչ է, փողի գին, էժան դու վարկ ես տալի, բայց ո՞նց անեն, բայց որ արդեն բարձր տոկոսներով վարկեր են։ Այսպես անհասկանալի եւ տարօրինակ պատասխան ստացվեց այն ժամանակ կենտրոնական բանկից եւ մարվեց։ Դրա համար խնդիրը այն է, որ պետք է կարողանալ համարձակ քաղաքական որոշում,